911 Ռադիո Արևիկի եթերում 911 հաղորդաշարն է, բարի օր հարգելի ունկնդիրներ։ Հիշեցնեմ, որ ամեն շաբաթ արտակարգ իրավիճակների նախարարության աջակցությամբ մենք ներկայացնում ենք հանրամատչելի զրույցների շարք արտակարգ իրավիճակների, դրանց առաջացման, պատճառների, հետևանքների ու նաև նման իրավիճակներում պաշտպանվելու վերաբերյալ։ Այսօր խոսելու ենք ճառագայթային արտանետումների և դրանց վտանգների մասին։ Ստուդիայի մեջ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Բարև ձեզ, պարոն Մաթևոսյան, շնորհակալություն, որ կրկին ժամանակ եք տրամադրել հաղորդմանը։ Բարև ձեզ։ Ինչպես պայմանավորվել էինք, այսօր խոսելու ենք ճառագայթային արտանետումների, դրանց տեսակների և հետևանքների շուրջ։ Նախ ձեր օգնությամբ փորձենք հասկանալ ինչ է ճառագայթումը, ինչ է անհրաժեշտ իմանալ այդ անտեսանելի երևույթի մասին։ Գիտեք, ռադիոակտիվությունը ընդհանրապես դա մի երևույթ է կամ ինչպես ասում եք ճառագայթահարումը, որի ազդեցությունը մարդը երբևիցե չի զգում, որովհետև այն ոչ համ ունի, ոչ հոտ ունի, ոչ որևէ ուժ է կիրառվում մարդու վրա եւ մարդը նրա ազդեցությունը կարող է տարիներ հետո զգալ կամ բավականին ուշ զգալ, հենց դա էլ առաջ է բերում մարդու մոտ վախի զգացողությունը, քանի որ ինքը չի կարողանում հասկանալ, թե որ պահից է իր վրա ազդեցությունը թողնում։ Այս առումով է, որ նա վախի այդպիսի զգացում է առաջացնում, ընդ որում հետապնդող վախի, քանի որ չգիտի, անընդհատ իրեն հետապնդում է այդ միտքը, որ տեսնես ինչ եղավ։ Իրականում, եթե մենք նայենք, թե ինչ է ճառագայթահարումը կամ ռադիոակտիվությունը, պետք է ի նկատի ունենանք, որ բոլոր մարմինները, մեր օրգանիզմն էլ բաղկացած են ատոմներից, որոնք ունեն միջուկներ, շուրջը պտտվում են էլեկտրոններ, իրենք չեզոք են նորմալ պայմաններում, որտեղ դրանց թվերը իրար հավասար են, չնայած միջուկում կան նաև նեյտրոններ, համենայնիվ չխորանամ այդ տերմինների մեջ, բայց բավական է, որ որևէ էլեկտրոն պոկվի այդ ատոմից, ապա այն միանգամից դառնում է դրական լիցքավորված, այսինքն վերածվում իոնի։ Ընդհանրապես, երբ ատոմները վեր են ածվում իոնների, նրանք նյութը չեն փոխում, նյութի քիմիական հատկությունները չեն փոխում, բայց փոխում են ֆիզիկա-քիմիական հատկությունները եւ առաջ են բերում տվյալ դեպքում տվյալ նյութի քայքայում, որը եւ առաջացնում է այն բոլոր հիվանդությունները, որոնք մեծ ցանկով մենք գիտենք, թե ճառագայթահարումից ինչ հիվանդություններ են առաջանում։ Ընդհանուր առմամբ դա նշանակում է, որ էլեկտրոնը պետք է պոկես, չէ՞, դա նշանակում է ինչ որ բան պիտի տաս, որ պոկես նրան, այստեղ ինչով հարվածես, որ պոկես, բայց կան նաեւ նյութեր, բնական նյութեր, որտեղ տեղի ունենում միջուկի քայքայում ինքը իրեն։ Այսինքն առաջ է գալիս մի կրիտիկական զանգված, որից հետո ինքը իրեն քայքայվում է, ինչպես ասենք ուրանը, եւ այս դեպքում առաջ են գալիս արդեն ճառագայթային մասնիկներ, որոնք իրենք կարող են առաջացնել իոններ։ Իրենք են լինում այն հարվածողները, որոնք առաջացնում են իոններ։ Ահա այս ճառագայթների առաջացումն է, որը կոչվում է ռադիոակտիվություն։ Այս երևույթն է կոչվում ճառագայթահարման համար այս ռադիոակտիվությունը։ Եվ այդ ճառագայթներն էլ հիմնականում 3 տեսակ են լինում, բոլորը դպրոցական դասագրքերից գիտեն ալֆա, բետա, գամմա տարբեր թափանցելիությամբ, որոնց ազդեցությունը արդեն բերում է տարբեր տիպի ճառագայթային հիվանդությունների։ Իսկ իրականում պետք է վախենալ ճառագայթումից, ինչպես ու որտեղ է մարդը ճառագայթահարվում։ Գիտեք, ճառագայթահարումից ինչու պետք չէ վախենալ։ Ճառագայթահարումը գտնվում է մեր շրջապատում։ Մարդը ապրում է միշտ ճառագայթահարման հետ միասին։ Պարզապես տարբեր չափաքանակներով։ Մարդը մշտապես է գտնվում այդ ճառագայթ, անկախ նրանից, թե ինքը որտեղ է գտնվում, որտեղ ճառագայթման աղբյուրներն էլ են տարբեր։ Կնշեք այդ աղբյուրները, մասնագիտական գրքերում նշված է, որ կա ճառագայթահարման 2 աղբյուր՝ բնական եւ արհեստական։ Խնդրում եմ առանձին անդրադառնանք դրանց։ Այո, հենց երբ մենք խոսում ենք բնականի մասին, դա նշանակում է բնության մեջ կան ճառագայթային երևույթներ եւ մարդը
գտնվելով բնության մեջ մշտապես ենթարկվում է այդպիսի ճառագայթահարման։ Օրինակ կա տիեզերական ճառագայթում։ Բոլորս գիտենք, որ տիեզերքից ճառագայթներ են ներթափանցում երկրի մակերևույթ։ Իհարկե ճանապարհին նրանք թուլանում են, այդ մեծ ուժերը թուլանում են, օրինակ ասենք ինչից են դրանք, շատ բաներից, դրանցից մեկը արեգակի վրա տեղի ունեցող պայթյուններն են, որոնցից անջատվում են այդ ճառագայթները եւ նրանք թափանցում են դեպի երկիր։ Ահա այդ ճառագայթները մշտապես մեր վրա ազդեցություն են թողնում։ Ընդ որում օրինակ ասենք, երբ մենք ինքնաթիռով միտեղ ենք ուղևորվում, մենք չենք էլ մտածում, որ ինքնաթիռում մենք ստանում ենք ճառագայթահարում։ Նույնը ինքնաթիռների անձնակազմը ստանում է ճառագայթահարում։ Երբ մենք բարձրանում ենք լեռներ, նույնիսկ չենք էլ մտածում, որ տարբեր բարձրությունների վրա տարբեր ճառագայթահարման մակարդակներ կան, որ լեռներում ավելի շատ է այդ ճառագայթահարման մակարդակը բարձր ու շատ դեպքում ասենք երբ մարդը մի քիչ թուլություն է զգում բան նա քանի որ չգիտի որ կարող է նաև ճառագայթահարման հետևանքով լինի կարող է դա տեղի ունենալ նաև ճառագայթահարման հետևանքով այսինքն կարող է լինել տիեզերական կարող է լինել երկրային բնականը երկրայինը նախնյութեր կան մեր ընդերքում որոնք իրենք են ռադիոակտիվ նյութեր դրանցից բնակիչները գիտեն օրինակ ուրանը որը ուրան 238-ը որը որ օգտագործվում է նաև ատոմակայաններում որպես դառնում է արհեստական արդեն ճառագայթման աղբյուր եւ ամենահետաքրքիրն է որ չկա որևէ բնակարան որտեղ չլինի այդ ճառագայթահարումը, որտեվ երկրի վրա դա կապված է հիմնականում ռադոնի հետ, ռադոնը ինքը օդից ծանր նյութ է, ռադոնը եւ ռադոն կա ամեն ինչի մեջ, օրինակ մենք ջուր ենք օգտագործում, ջրի մեջ կա ռադոն, ռադոնի քանակը ջրում կարող է շատ ավելի մեծ լինել, թե այդ ջուրը արտեզյան հորերում պահվում է, այս արտեզյան հորերում ռադոնի քանակը ավելի մեծ է, գազ ենք օգտագործում, կա ռադոն նույնիսկ շինանյութերի մեջ կա ռադոն ամենակիչ ճառագայթահարում պարունակում են շատ օգտագործվող շինանյութերը շինարարության մեջ օրինակ բետոնը փայտը, փայտանյութը, բետոնը իրենք քիչ են, բայց գրանիտը շատ մեծ քանակությամբ ռադոն է պարունակում։ Հետևաբար մարդը տանը եղած պայմաններում նույնպես այդպիսի երևույթների ազդեցության տակ է լինում։ Մի հատ էլ օրինակ բերեմ, եթե հետաքրքիր կլինի ինձ թվում է բնակիչների համար, ինչու պետք է բնակարանը միշտ օդափոխել, որովհետև փակ բնակարանում ռադոնի քանակությունը շատ մեծ է լինում, դրա համար մշտապես պետք է դա անել։ Հետաքրքիրն այն է, որ տաք վայրերում, օրինակ, ռադոնի քանակը բնակավայրում գրեթե հավասար է դրսի օդում եղած ռադոնի քանակին, ինչու որտեվ քանի որ տաք է, միշտ բնակարանը բաց է, անընդհատ օդափոխվում է եւ չի փակվում։ Փակ բնակարաններում խիստ ձևով մեծանում է։ Օրինակ ասենք Ֆինլանդիայում եւ Շվեդիայում նման փորձեր արեցին 70-ական թվականներին անցյալ դարի, պարզվեց որ իրենց փակ բնակարաններում 5000 անգամ ռադոնի քանակությունն ավելի մեծ է, քան ասենք թե դրսում։ Բնական է, տարածքը գտնվում է հյուսիսային մասում, ցուրտ է, բնակարանները հերմետիկ փակված են եւ հերմետիկ փակվածի դեպքում իհարկե ճառագայթային այդ վտանգը կա։ Ընդ որում ռադոնի դուստր նյութերից էլ կարող են լինել, միայն խոսքը ռադոնին չի վերաբերում, այնպես որ բնական մարդը փաստորեն մշտապես ապրում է ճառագայթահարման հետ, պարզապես ինքը տեղյակ չի։ Այդ ճառագայթահարումը երևի այն անհրաժեշտ պայմաններից մեկն է կենսական, որն անհրաժեշտ է մարդու համար։ Իհարկե, երբ մենք խոսում ենք ճառագայթային հիվանդությունների մասին, դա նշանակում է արդեն այդ նորմալ պայմաններից դուրս բաներով։ Եվ կա արհեստական, որը որ ձևավորված է մարդու գործունեության արդյունքում ասենք առողջապահության ոլորտում կիրառվում են բազմաթիվ սարքավորումներ, որոնք ճառագայթային վտանգ են իրենցից ներկայացնում նրանց գործունեությունը, կան ատոմակայաններ, որոնցով մենք էլեկտրոէներգիա ենք արտադրում, պարտադիր չի ատոմակայաններ լինեն, կարող են լինել նույնիսկ ռեակտորներ միջուկային, որոնք տարբեր նպատակներով օգտագործվեն, այդ իսկ խաղաղ պայմաններում իհարկե դա օգտագործվում է էլեկտրոէներգիա ստանալու համար եւ ատոմակայանները նույնպես հանդիսանում են ահա այդպիսի արհեստական աղբյուրներ ճառագայթահարման։ Պարոն Մաթևոսյան, ձեր նշած տարբերակներից որոնք են առավել վտանգավորները։
Դժվար է ասել առավել վտանգավորները որոնք են։ Ինչու է դժվար, որովհետև գիտեք մի փոքր կարելի է մի փոքր ավելի բացել։ Ենթադրենք ատոմակայանները վերցնենք, ատոմակայաններում վթարները։ Եթե մենք Չեռնոբիլի վթարը առայժմ թողնենք մի կողմ, բացի Չեռնոբիլի վթարից նայենք մի շարք վթարներ, մենք կտեսնենք, որ օրինակ Միացյալ Նահանգներում 61 թվականին է տեղի ունեցել վթար փորձարարական ատոմակայանում SL1 տիպի, որտեղ 4 օպերատորներ են զոհվել, ընդ որում վթարը տեղի ունեցել օպերատորների սխալի պատճառով եւ 4 օպերատորներ են զոհվել, այստեղ ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է ռեակտորի այդ մասում եւ տեղի է ունեցել մետաղների հալում։ 4 զոհ։ Սա եղել է Ամերիկայի պատմության մեջ միակ դեպքը, որ ատոմակայանների վթարից մարդ է զոհվել։ Օրինակ նույն 79 թվականի նույն Ամերիկայում տեղի ունեցավ դարձյալ նման վթար, արտանետում տեղի ունեցավ, բայց ոչ մի զոհ չի եղել։ Բայց այս երկրորդ վթարի ժամանակ տեղի ունեցել 200,000 մարդու տարհանում։ Դա նշանակում է կարողացել են մարդկանց ժամանակին տեղափոխել անվտանգ վայր եւ հետո վերացնել այդ վտանգի երևույթի հետևանքները։ Եթե մենք վերցնենք Ֆուկուսիման, որը որ ժողովուրդն էլ գիտի, որ դա 13 թվականին որ տեղի ունեցավ այդ ատոմակայանի վթարը, պատճառը երկրաշարժներ օվկիանոսում, որ առաջացրեց ցունամի եւ ցունամիի ազդեցության հետևանքով այս ատոմակայանում վթար տեղի ունեցավ։ Ատոմակայանի վթարից մարդ չի զոհվել մինչև այսօր, բայց այստեղ տարհանվել է 160,000 մարդ ճիշտ ժամանակին։ Այն դեպքում, երբ երկրաշարժից զոհվել է 18,000 մարդ։ Այսինքն շենքերի շինությունների փլուզումներից, ցունամիի ազդեցությունից զոհերի թիվը մեծ, բայց ատոմակայանի զոհերի թիվ չի եղել։ Նրանք կարողացել են այդքան մարդ տարհանել։ Այսինքն այս ասածներս ինչին են վերաբերում, որ եթե այն պլանները, որոնք կան բնակչության պաշտպանության ժամանակին գործարկվում են, ապա իրոք հնարավոր է այդ ազդեցությունները։ Ինչու ես Չեռնոբիլը չեմ վերցնում, որտեղ բոլորը գիտեն, որ Չեռնոբիլի վթարը պարզապես թաքցվել է մի 4-5 օր եւ միայն մայիս 1-յան տոնակատարությունից հետո է հաղորդվել ու սկսել են գործընթացներ իրականացնել շատ ուշ։ Դրա համար առաջին օրերին 60-ից 70 զոհ է եղել, հետագայում իհարկե ճառագայթային հիվանդությունների ազդեցության հետևանքով էլի են զոհեր եղել, բայց ճիշտն ասած այդպես ստատիստիկական վիճակագրական թվերը շատ քիչ են, որ կարողանամ այդ մասին ասել։ Այնպես որ ատոմակայանների հետ կապված վթարներ կարող են լինել, բայց այն պլանավորում, այն ուշադրությունը, որի կենտրոնում գտնվում են ատոմակայանները, իրենց պլանավորման նրբություններով եւ այլն, իհարկե դարձնում են առավել անվտանգ, քան ասենք թե միջուկային պայթյունները։ Ընդունենք թե միջուկային զենքի կիրառումը, որտեղ միջուկային զենքի կիրառման ժամանակ գործում են այդ իմ ասած ճառագայթները նույնպես, ու մենակ այդ ճառագայթները չեն, միջուկային զենքը 5 խոցող գործոններ ունի, եւ հրդեհներ են առաջանում, եւ կուրություն, եւ ճառագայթահարում, եւ ռադիոակտիվություն ամբողջ տարածքի լրիվ ուրիշ ազդեցություն ունի։ Ընդ որում այդ ճառագայթահարման մեջ գամմա ճառագայթահարումներն են շատ մեծ տեղ զբաղեցնում, որտեղ այդ նույն ճառագայթահարումը նույնպես կարող է երկու ճանապարհով մարդը ունենալ։ Օրինակ, եթե ես հիմա մի քիչ գուցե շեղվեմ օրգանիզմի վրա ազդեցության մասին, որ նա կարողանանք ընկալել։ Տեսեք, մարդը կարող է ճառագայթահարում ստանալ արտաքին եւ ներքին աղբյուրներից։ Արտաքինը երբ ազդեցությունը նա դրսից ստանում է, ներքին այն է, որ ինքը կարող է իր շնչառական օրգաններով, սննդի հետ, սննդամթերքի միջոցով, անլվա ձեռքերով վերաբերվելու դեպքում հիգիենիկ պայմանները չապահովելու դեպքում ինքը կարող է ներքին ճառագայթահարում ստանալ, այսինքն այդ նույն ճառագայթները գնան դեպի նրա օրգանիզմի ներսը եւ այնտեղից սկսի այդ քայքը։ Իհարկե ներքին ճառագայթահարումը ավելի վտանգավոր է, քան արտաքին ճառագայթահարումը, եւ ասեմ նաեւ, որ տարբեր օրգանիզմներ տարբեր
մարդու օրգանիզմի տարբեր օրգաններ տարբեր զգայունություն ունի ճառագայթահարմանը։ Օրինակ ամենա զգայունների մեջ է մտնում սեռական օրգանները, բայց նա երբեք մահվան չի հասցնում այդ ճառագայթահարումը։ Լորձաթաղանթները երրորդ տեղում են գտնվում։ Առաջին տեղում ավշային հանգույցներն են, արյունատար անոթները, բայց ամենա քիչ զգայուն են ոսկորներն եւ այդ ներվային համակարգը, ներվերի այդ ամբողջ համակարգը։ Ուզում եմ ասել, օրգանիզմի տարբեր օրգաններ տարբեր զգայություն ունեն ճառագայթահարման նկատմամբ։ Եւ հաջորդը տարբեր կենդանիներ տարբեր զգայություն ունեն։ Օրինակ ասենք օձերի համար մահաբերը 82000 ռենտգեն ճառագայթահարումն է, իսկ շների համար մահաբերը 300 ռենտգենը բավական է, որ շունը կենդանի չմնա, կապիկների համար 500-ը։ Այսինքն երբ որ մենք ճառագայթահարման մասին խոսում ենք, մենք չենք կարող դոզաների չափականակների մասին չխոսել։ Ու եթե ես ասում եմ օրինակ մի հատ էլ թվային տվյալ բերեմ ավելի նոր չափողականությամբ 4-ից 7 զիվերտ ճառագայթման դեպքում ինքը ամենաբարձր ճառագայթահարումն է, որտեղ 7 եւ ավելին արդեն մահվան է բերում, իսկ սա ծանր հիվանդություններն են։ Հետո սկսում է կամաց իջնել, մինչեւ 1 զիվերտը, որը շատ թեթև է։ Իսկ երբ ես խոսում եմ տիեզերական ճառագայթահարման մասին կամ տանը, դրանք միկրոզիվերտների մասին են խոսում, ընդ որում 0.20, 0.02 շատ փոքր չափականակների։ Հետևաբար ճառագայթահարումը կապված է նաև չափականակի հետ եւ կապված է այն ժամանակահատվածի հետ, որի ժամանակ մարդը ստանում է ճառագայթահարում։ Սա ամենապարզ ձևով որ ներկայացնեմ, դրա համար այդպես եկա մի քիչ ավելի բնակչությանը հասկանալի։ Շատ լավ։ Անվտանգության ինչ կանոնների պետք է հետևել, եթե գտնվում ես ճառագայթավտանգ վայրում։ Եթե մարդուն ենք վերցնում, ապա մարդը լսելով ճառագայթահարման մասին վտանգը, որտեղ դա ազդարարվում է, ինքը եթե փողոցում է գտնվում, անպայման պետք է մտնի որևէ շենք, ինչպես քիմիականի դեպքում, եթե ինքը իր բնակարանում է, առաջին քայլը այն պետք է լինի, որ բոլորը հերմետիկ փակի եւ սպասի միացնի համապատասխան սարքերը լսի, թե ինչ է հաղորդում կառավարությունը, իշխանությունները, նրանց ցուցումները կատարի։ Եթե դրսից ինքը տուն է գալիս, ապա կոշիկները, շորերը մի հատ տոպրակի մեջ թողնում է դրսում, դուրը փակումներ գալիս եւ լվացվում, փոխվում եւ այլն եւ այլն։ Նորից էլի հերմետիկ, նորից լսել։ Ինչու լսել։ Որովհետեւ կան պլաններ ռադիոակտիվ արտանետումների դեպքում բնակչության պաշտպանության եւ այնտեղ նշված է թե ինչ գործընթացներ են իրականացվում եւ այդ բոլոր գործընթացները պարզ գործընթացներ են։ Օրինակ ասենք թե հայկական ատոմակայանի համար պլանը նախատեսում է որոշակի գոտուց մարդկանց տարհանում, այդ տարհանման համար կան որտեղ են այդ մարդիկ հավաքվում, հետո որտեղ են գալու սանիտարական մաքրման, որտեղ իրենք ընդունենք թե եկանային կետը, որը միջանկյալն է, այստեղ դրված են էլի պարզ դեպքում ասեմ վրաններ, այս կողմից շորերը հանում գցում են այդ տոպրակների մեջ, պոլիէթիլին է փակում, մտնում վրան, լոգանք ընդունում, հաջորդ կողմը դուրս գալիս շորերը փոխված, այն կողմից էլ ավտոբուսն է նույն ձևի մաքրվում, նստում ավտոբուս, նոր գնում այնտեղը, որտեղ ինքը պետք։ Այսինքն ամբողջը նախատեսված է։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում ժամանակին միջոցառումների անցկացում, որտեղ այստեղ քաղաքացուն ասես դու քաղաքացին այնպես պետք է անի, որ սկզբնական շրջանում ինքը չունենա այդ ազդեցությունը, հետո պլանին համապատասխան իր գործողությունները կատարի։ Ինչպես ասացի, քանի որ ներքին ճառագայթահարում կարող է ստանալ սննդամթերքի միջոցով, շատ ուշադրելի դրսում սննդամթերք չթողնի, դրսի սննդամթերք չօգտագործի, տան սննդամթերքը անպայման նորից լվանա, ձեռքերը լվանա մշտապես եւ սպասի այդ բոլոր հաղորդումներին, որոնք տեղի կունենան։ Կա շատ կարևոր մի բան, եթե մենք նայենք օրինակ թե
իշխանությունները ինչ միջոցառումներ են իրականացնելու։ Օրինակ, ասենք, տարածքի շրջափակում։ Դա նշանակում է այդ տարածք այլ մարդիկ չմտնեն, որ իրենք նոր ճառագայթային բան չդառնա, որ նոր մարդիկ բացի այդ այնտեղ ռեժիմ է սահմանվում, ինչ ռեժիմում պետք է նրանք գտնվեն։ Սանիտարական մաքրման կետեր է սահմանվում եւ այլն։ Բայց շատ կարևոր մի բան կա, որ մարդը պետք է իմանա, ճառագայթահարման արտանետումների դեպքում 731 տարրեր կան, որոնք կարող են վահանագեղձում տեղ գտնել եւ դրանից հետո երևի միջոցառում էլ պետք չի։ Դրա համար ամենաառաջին միջոցառումը յոդի հաբերի ընդունումն է։ Բնակիչ է, որ այո, յոդի հաբերի ընդունում, դա կալի յոդն է, որ ընդունում է եւ անմիջապես պետք է ընդունի, որտեվ 2 ժամ հետո եթե ընդունում է, ինքը բավականին ուշ է արդեն ընդունած լինում։ Անմիջապես պետք է ընդունի։ Եթե չկա կալի յոդի հաբեր, ապա ինքը կարող է 5%-անոց յոդը, օրինակ 1 բաժակի մեջ բացել եւ դա պարզապես խմել։ Սա պետք է մարդը օգտագործի 10 օր տևողությամբ։ Եվ երեխաները դրա կեսը, այսինքն կես հապ պետք է օգտագործեն, նրանց 2 օրից ավել պետք չի որ օգտագործեն, որտեղ նրանք ավելի կայուն են նրանց վահանագեղձը։ Ահա այսպիսի միջոցառումներ կան, որոնք որ շատ կարևոր է որ բնակիչն իմանա։ Եթե նույնիսկ չկա այդ կալի յոդի հաբերը, ապա սովորական յոդի 5%-անոց լուծույթը ջրի մեջ բանանելով կարելի է պաշտպանել վահանագեղձը։ Պարոն Մաթևոսյան, շնորհակալություն հետաքրքիր եւ շատ օգտակար զրույցի համար։ Ռադիո Արևիկի հարգելի ունկնդիրներ, դուք լսում եք 911 հաղորդաշարի հերթական թողարկումը։ Իմ հյուրն է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փրկարար ծառայության գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը։ Զրույցը վարեց Տաթևիկ Շատյանը։ 911